Գյուղացիների հետ շփումներից շատ տարօրինակ փաստերի հայտ եկան, որ իմ մտքով չէր էլ անցնի, որ այնուամենայնիվ այստեղ էլ մենք դուք էլ խոսեցիք, ակնարկեցիք ոչ բարեխիղճ տնտեսվարողների մասին, որ որոշակի չարաշահումներ չասեմ, բայց ինչ որ բանաձևեր են գտնվում, որի արդյունքում, եթե ճիշտ է այս տեղեկատվությունը, որի արդյունքում ստացվում է, որ մեխանիզմը ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել բերք ստանալն է նպատակը, այլ հողը ապահովագրել, ապահովագրական վճար ստանալն է նպատակը։ Եվ երբ որ դուք խոսում եք ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, մենք այս ինստիտուցիոնալ բարեփոխում ասելով այս հատվածն էլ պիտի հասկանանք։ Տեսեք, մենք անդադ երբ որ ու սա իրականում գաղափարախոսական հարց է, որովհետև երբ որ գործիքը ստեղծվում է, մենք պետք է ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան, որ դա իրանց համար է։ Ու մենք այստեղ անդադ այդ խնդրեմը ունենում ենք, երբ որ մենք այսպես բարի նպատակադրումներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել։ Այդ բարեփոխումը, որովհետև մի պարզ բանի պատճառով, որ ստացվում է, որ առնվազն մենք միտումներ կան, որ այդ բարեփոխումը ոչ թե օգտագործվում է զարգանալու համար, այլ այդ բարեփոխումը օգտագործվում է այս պահին ինչ որ մի հատ փոքր եւ կարճաժամկետ օգուտ ստանալու համար։ Եվ սա եւ երբ որ մենք գաղափարախոսական հատվածում, այդ թվում իրական Հայաստանի գաղափարախոսական հատվածում խոսում ենք հոգատար հանրության մասին, այս հոգատար հանրության ատրիբուտներից մեկը դա է, որ երբ որ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջի գործը չլինի, որ այդ ճանապարհում մի հատ բան, այդ ճանապարհի վրայով մի հատ խողովակ քաշենք, օրինակ, այդ ասֆալտը քանդելով։ Կամ երբ որ ասենք միկրոձեռնարկատիրության համակարգը ներդրվում, առաջին միտքը չլինի, այս ինչ լավ բան է, եկեք ընկերությունը կիսենք 7 մասի, գնանք 7 հատ միկրոձեռնարկատիրական, սա իրականում խորը ֆունդամենտալ սոցիալ-հոգեբանական խնդրեմ է, եւ այստեղ էլ իմ եզրակացությունը միանշանակ է։ Քաղաքացու ընկալումը սեփական պետությանը որպես ինչ որ օտար մի